Հավատում եք Սամվել Կարապետյանին, որ եթե ինքը գա իշխանության, Նիկոլ Փաշինյանի խոստացած պատերազմը չի լինի։ Ոչ։ Ինչու չեք հավատում։ Չեմ հավատում, չեմ վստահում Սամվել Կարապետյանին։ Պատերազմը չի լինի։ խոստոնեք։ Ես նրանց եմ հավատում։ Հավատում եք, ինչու եք հավատում։ Դե կա այն ինչ որ նշանակման մի բան կանանել է։ Իր ծրագրերի մեջ թողին կապացույց է 300,000 աշխատատեղ ոնց է ստեղծելու եւ մնացած բաները հենց կապացույցի ես իրան կհավատամ Այսինքն որ գա իշխանության պատերազմ չի լինի։ չգիտեմ դժվար հարց է տալիս Գիտեք ոնց է ես ոչ թե քաղաքականության մեջ չկամ ես առաջ էլ այնպես մարդ չի եղել էլի որ ինչ-որ մի բան արա որ մենք իմանանք իրանք լավ են էսի եկել այսի ավելի վատն է ոսկե ես որպես լագիշնի մտածող մարդ Այս մարդը եկավ այս քյասիբ ժողովրդին խափեց Երևանցուն չէ՞ էլի գյուղին Այն գյուղացուն գնաց ասֆալտ արեց Գյուղացու ձենը առավ ու խափեց ինչ որ մի հատ բան չկա որ ինքը ասե արել է ու այս երգիրը փաստ ծախել է Սրա ամեն արածը տանում է նրան որ մենք ես չեմ ասում ռուսները լավ են չգիտեմ ես դրանց մեջ չկամ էլի ոչ էլ տենում եմ ոչ էլ ասում եմ բայց այս մարդը իր մեզ տանում է դեպի թրքացման Դրա համար ես չգիտեմ, մի Սամվել Կարապետյանն այդ արդյուն չեմ կարող պատասխանեմ, կգա ինչ կանի, բայց այս մարդը հաստատ պիտի ոբշե վերանա։ Իսկ ում ավելի շատ կգերադասեք Սամվել Կարապետյանին թե Նիկոլ Փաշինյանին։ Դե Նիկոլ Փաշինյան, եթե Սամվել Կարապետյանը շատ վատ է, ես գերադասեմ իրան, ոչ թե Փաշինյանին։ Հավատում եք Սամվել Կարապետյանին։ Ես ասում եմ հավատում։ Հավատում եք Սամվել Կարապետյանին, որ եթե ինքը գա, պատերազմ չի լինի Նիկոլ Փաշինյանի խոստացած։ Ինչու չեք հավատում։ Չեմ իմանում այ բալաջան, ինչ իմանամ։ Իհարկե չլինի։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է կլինի, եթե ինքը Դե հիմա դա իր գործն է, ինչ ասում, բայց պատերազմ չի լինի, եթե ճիշտ ղեկավարը լինի ճիշտ տեղը։ Սամվել Կարապետյանին ճիշտ ղեկավար համարում եք, տեսնում եք իրեն այդ պաշտոնում։ Չեմ կարող ասել, բայց համամիտ եմ ասած կարծիք։ Ով լավ գործ արեց, լավ է։ Մենակ ժողովրդի համար ցանկալի լինի աղջիկս, որ ժպիտով, այսինքն մոտենան իրար հետ ժպիտով լինի, շատ ցանկալի էր գալիս, շատ եւ հաճելի, ձեզ լավ որ լինի, ով ուզում է լինի։ Մենակ խաղաղություն բերի, ով որ ձգտում է որ պիտի խաղաղություն լինի։ Ես Սամվել Կարապետյանին вообще չեմ հավատում։ Ինչու չեք հավատում։ Որտեղ ինքը չեմ ուզում խոսքեր օգտագործեմ, ինքը արժանի չի վարչապետ դառնալու։ Չգիտեմ, շարատամ եմ, ես ինչ կարող եմ ասել, ջայլները կիմանամ։ Ոչ մեկին էլ չեմ հավատում։ Ինչու՞։ Պոլիտիկայից հեռու մարդ է։ Սամվել Կարապետյանի ես չեմ էլ տեսել։ Ինքն էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի ասած պատերազմը չի լինի, եթե ինքը գա։ Ես չեմ լսել։ Ոնց կարամ գնահատեմ։ Իսկ եթե Սամվել Կարապետյանը գա իշխանության, պատերազմ կլինի թե չի լինի։ Այ ասում եմ ինչ պատասխանեմ, այդ մարդը պետք է ասի։ Դուք թողում եք այն մարդը, որ այս երկրի հերն անիծում է ու ասում է պատերազմ կլինի։ Այդ շատ կներեք։ Ուրեմն դուրս է գալիս այն ինչա Սիմոնյան բանի ազգային ժողովի նախագահը։ Նա էլ ասում է, հա, ասում է, եթե այդպես է, մենք պայմանավորվածություն ունենք, որ ոչ մի իրար վրա չեն կրակում, դրա համար մեր խաղաղության հիմնական նշանը այն է, որ ոչ մի մարդ չի սպանվել սահմանի վրա։ Նշանակում է երբ ուզում են զակազ են տալիս, պատերազմ, եթե չէ, այս մարդիկ մեր երկրի հերն են անիծում։ Դուք փոխանակ այդ ասեք, չգիտեմ, Կարապետյան Սամվելի մասին եք խոսում, որին ես ոչ ճանաչում եմ, ոչ էլ լսել եմ ինչ-որ։ Էդ է։ Նույնիսկ որ չեմ կարող պատասխանել ձեր կոնկրետ հարցին։ Իսկ որ մենք ընկնելու ենք թուրքերի կամ ադրբեջանցիների ձեռի տակ, էդ է, որ պետք է մեր ժողովուրդը հասկանա եւ տեսեք, ինչ է, Թորոսյան կա մի հատ նախարար։ Երեք ճառաջնորը Պետրոսի հետ, Պետրոսը նույնիսկ իր խելքով ասում է եկեղեցիներ են սպանում, ասում է ոնց կարելի է այդ եկեղեցիները քանդել, դուք ինչ եք ասում է լավ են անում, իրանց տարածքն է, ես համաձայնում եմ։ Դուք այս հարցը տվեք, որ մեր ժողովուրդը կարողանա հասկանա, թե սրանք ինչ են բերում մեր վրա, եթե ընտրվեն։ Եվ բոլորը, ովքեր հայ են, իրոք իրանց հայ են զգում, պետք է այնպես անեն, որ այս ԿՊ-ն նորից չգա իշխանության։ Դա իմ կարծիքն է եւ ես ինքս նրանց դեմ եմ քվեարկելու։ Այդ թող իմանան, չեմ էլ վախենում, չեմ էլ ինչ որ բան պահում։
Դա է ճիշտը։